Դերասան Գոռ Հակոբյանն ինստագրամյան հարթակում հանդես է եկել տեսաուղերձով, այդպիսով նախ շնորհակալություն հայտնել մարդկանց, ովքեր շարունակում են կարեկցանքի խոսքեր գրել և ջերմ խոսքեր հղել փոքրիկ Ֆելիքսին և առողջություն մաղթել նրան։ Գոռ Հակոբյանը նաև պատմել է, թե ինչ վիճակում է այս պահին իր տղան և բուժման որ փուլում են իրենք գտնվում։ Դերասանի խոսքով տղան անցել է և անցնում է տարատեսակ վննումներ և տարբեր անալիզներ են վերցնում տղայից և շատ շուտով նա արդեն կհոսպիտալացվի և կսկսվի բուն բուժման կուրսը։ Ողջույն բոլորին, ուզում եմ դիմել են լրատվականներին ու են ֆեյսբուքյան կիսատ բռատ էջերին, որոնք իմ սթորիները վերցնում են ու իրականության հետ չհամապատասխանող վերնագրեր են գրում, որ դիտումներ հավաքեն։ Ժողովուրդ մի արեք, խնդրում եմ, չեմ ուզում վատ բառեր ասեմ, չեմ ուզում հիմա իջնեմ այդ մակարդակին, ձեր գրած վերնագրերի հետ կապված էլ մարդիկ սխալ են հասկանում ու լիքը վատ մեկնաբանություններ են գրում, որը որ ինձ շատ տհաճ է այս պահին ու թողեք ես զբաղվեմ իմ ընթացքով լինեմ իմ երեխայի հետ։ Հիմա այդ ամեն ինչ իմ համար շատ ավելի ինֆորմացիա է, որը որ խանգարում է։ Ես չեմ ուզում, էլ եմ ասում իջնել այդ մակարդակին ու վատ բան ասել։ Ես ինստագրամում հրապարակում եմ այն ինչը որ ճիշտ եմ համարում ու դա խեղաթյուրելը շատ վատ է, մի արեք։ Ուզում եմ երկու բառով այն հազարավոր, նույնիսկ կարող եմ ասել տասնյակ հազարավոր սրտացավ մարդկանց, ովքեր որ ինձ գրում են, հարցնում են երեխայի վիճակը, ուզում եմ ասել ինչ փուլում ենք, ինչ ենք անում։ Երեխային իրեն զգում է լավ, մենք անցնում ենք բազմազան անալիզներ, որը որ Գերմանիայի հիվանդանոցներում պարտադիր է, այսինքն գրեթե բոլոր անալիզներն անցնում ենք, այն ինչը որ արդեն անցել ենք, իրենք իրենց մոտ են ստուգում, դա ընթացք է ու մենք չենք կարող ոչ մի բան փոխել, պիտի այդ անալիզները հանձնենք։ Անալիզները իրարից օրեր տարբերությամբ են, այսինքն օրը մեկ մի բան անում ենք, օրը մեջ մի բան անում ենք, այսպես ասեմ, բայց արդեն հասնում ենք այն որ ֆինիշին ու պետքա մոտակա 2 օրվա ընթացքում արդեն մենք հոսպիտալիզացվենք ու ստանանք մեր առաջին կուրսը։ Շնորհակալ եմ որ աղոթում եք իմ երեխայի առողջության համար, կներեք որ անձամբ չեմ պատասխանում այդքան նամակին, ուղղակի ֆիզիկապես անհնար է պատասխանելը, մենք արդեն Մյունխենում ենք և ուրբաթ օրը առավոտ կանցնենք մեր բուժման սկզբին։ Շնորհակալ եմ ևս մեկ անգամ, մերսի շատ։ Դերասան Գրիգոր Դանելյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակում է արել, այդպիսով նշելով, որ իրենք Ֆելիքսին, Գոռ Հակոբյանին և նրա կնոջն ուղարկում են Մյունխեն բուժման։ Տեսանյութում երևում է, թե որքան հուզված է փոքրիկը և որքան հուզված են ծնողները։ Գրիգոր Դանելյանը նշում է, որ ուղիղ 10 ամիս հետո էլի Զվարթնոց օդանավակայանում հանդիպելու են, իսկ Ֆելիքսի մայրիկը երանի է տալիս այդ օրվան։ Ներկայացնում ենք տեսանյութը և մաղթում փոքրիկին շուտապույտ ապաքինում։ Ֆելիքսին ճանապարհում ենք Մյունխեն։ Հիշեք այս օրը շատ շուտով, ընդամենը 10 ամսից հանդիպում ենք էլի ստեղ։ Երևանի այդ օրը։ Տելես Աղասը խոստացել է որ պետք է դգլոր Փարիզ է։ Մեջքը բաչորիկով մենակով Բերդին։ Մենակով։ Աստաֆել։ Աղասը պետք է Փարիզ։ Եվս մեկ անգամ շնորհակալություն մեր հայ ազգին, որ մեր կողքին են։ Մերսի Ժորժ ջան։ Մենք ճանապարհում ենք, всё։ Ասապակա կհանդիպենք 10 ամսից։ Всё։ Ձեզ հետ է Ֆելիքս Հակոբյանը եւ Վիչոտ Հակոբյան։ Մենք այսօր կփորձենք բնագիտական փորձ։ Եթե գցալով արված էր բաժակներին, այնուհետև ձայնը կփոխվի։ Հա։ Առաջինը։ Թողի չոր։ Խոտում եմ իշխոր։ Տեսակ, որ ձայները փոխվում են, որովհետև ջրի հավասարությունը հավասար չէ։
Դերասան Գոռ Հակոբյանի կինը վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձություններից հետո ինստագրամյան հարթակում հրապարակումով է հանդես եկել։ Սիրելի մարդիկ, ընկերներ, ծանոթներ եւ նույնիսկ անծանոթներ, անչափ զգացված եւ շնորհակալ ենք ձեր ցուցաբերած աջակցության, սիրո, ջերմության եւ աղոթքների համար։ Այս դժվար պահին ձեր յուրաքանչյուր խոսք, յուրաքանչյուր զանգ ու յուրաքանչյուր բարի մաղթանք մեզ ուժ ու հավատ է տվել։ Ձեր հոգատարությունն ու մարդկային վերաբերմունքը մեզ համար անգնահատելի են։ Թող Աստված բազմապատիկ վերադարձնի ձեր բարությունը եւ ձեր կյանքը միշտ լի լինի առողջությամբ, խաղաղությամբ ու երջանկությամբ։ Մեծ սիրով եւ երախտագիտությամբ շնորհակալություն ձեզ բոլորիդ։ Հիշեցնենք, որ ընդամենը 36 ժամում հավաքվեց փոքրիկ Ֆելիքսի բուժման համար անհրաժեշտ ողջ գումարը։ Սիրելի հետևորդներ, քանի որ արդեն տեղեկացրեցի, որ մենք գնում ենք բուժման, ես ձեզ շատ խնդրում եմ Ֆելիքսի ինստագրամյան էջն աստեղ թողում եմ, իրան ֆոլո եղեք, ինքը շատ ողջավորում է ու Ֆելիքսի ինստագրամի էջով արդեն մեր բուժման ընթացքին կծանոթանաք, արդեն մեր առօրյային կծանոթանաք Մյունխենում, այնպես որ ինքը շատ ողջավորում է, խնդրում եմ իրան ֆոլո լինեք։ Դերասան Արմեն Պետրոսյանն, ով Գոռ Հակոբյանի մտերիմ ընկերն է, ինստագրամյան էջում անդրադարձել է Գոռ Հակոբյանի որդու Ֆելիքսի բուժման համար անհրաժեշտ գումարի հավաքագրմանը շնորհակալություն հայտնել։ Արմեն Պետրոսյանի տեսանյութից երևում է, թե ինչպես է նա հուզվում եւ աչքերը լցնում այս մասին խոսելիս։ Մենք հայտարարենք, որ Գոռ Հակոբյանի տղայի, մեր տղայի Ֆելոյի բուժման համար գումարը հավաքվեց իշնորհիվ ձեզ 1.5 օրվա ընթացքում։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, ոչ միայն այն մարդկանց, ովքեր գումար են ուղարկել, այլ նաև այն մարդկանց, ովքեր աղոթում էին Ֆելոյի համար։ Թող Աստված հեռու պահի բոլոր ընտանիքները նման բանից, նման հիվանդություններից եւ առհասարակ հիվանդություններից։ Ֆելոն արդեն շատ շուտով կսկսվի բուժվել եւ այս պահից սկսած մեզ միայն բոլորիս մնում է աղոթել նրա առողջության համար եւ առհասարակ բոլոր բալիկների առողջության համար։ Մեկ անգամ եւս շատ շնորհակալություն, որ այս դժվար պահին դուք բոլորդ մեր կողքին եք։ Վաղ ներկայացրել ենք Գրիգոր Դանելյանի անկեղծ խոսքը դրամահավաքի ավարտից հետո։ Օրը սկսենք բարի լուրով, ուղղակի խոսքեր չեմ գտնում շնորհակալություն հայտնելու։ Ընդամենը 36 ժամում բուժման համար պահանջվող ողջ գումարը հավաքվեց։ Հուզմունքից կոկորդս խեղդում է։ Էս ինչ լավ ազգ ենք մենք, էս ինչ մեծ սիրտ ունենք, կարեկից, մարդասեր, մեծահոգի։ Շնորհակալություն հատ-առհատ բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն ունեցան այս մեծ գործում, բոլոր նրանց, ովքեր օգնեցին նյութը տարածել, բոլոր նրանց, ովքեր իրենց խոսքով եւ խորհուրդներով եղան մեր կողքին, բոլոր այն մարդկանց, ովքեր ֆինանսական աջակցություն ցուցաբերեցին եւ գումարի չափն ընդհանրապես էական չէ։ Երդվում եմ մարդիկ կային չնչին գումար էին փոխանցում, բայց այնպիսի մարդկային կարենք ցանքով, որ հոգի տակն ու վրա էր լինում, եւ հենց այդպես էլ շատ կարճ ժամանակում մեզ հաջողվեց հավաքել ամբողջ գումարը։ Շուտով Ֆելոն իր բուժումը կստանա Գերմանիայի Մյունխեն քաղաքում։ Մեզ մնում է միայն աղոթել Աստծո օրհնությամբ եւ Պահապան հրեշտակների ուղեկցությամբ մեր բալիկը պետք է անցնի բուժման ընթացքը։ Աստվածային գերբնական ուժ մեր ընկերներին, Գոռին եւ Հրուշին։ Վստահ ենք դուք կկարողանաք հաղթահարել այս փորձությունը։ Գրել է Գրիգոր Դանելյանը։ Արդեն 2 օր է մարդկանց շոկահարած նորություններից մեկը դերասան Գոռ Հակոբյանի որդու առողջական խնդրի մասին լուրն է։ Դերասանը հանկարծակի տեսաուղերձով հանդես եկավ, նշելով, որ ինչքան էլ իր համար բարդ է, այնուամենայնիվ կանգնել է դրամահավաք հայտարարելու որոշման առաջ։ Բոլորը միահամուռ կերպով դրամահավաք են իրականացնում օգնելու Գոռ Հակոբյանի որդիներից Ֆելիքսին։ Գոռ Հակոբյանի կինը Հրուշ Մնոյանը այս ընթացքում լռություն էր ապահովում իր ինստագրամյան էջում, սակայն 3 նրա մտերիմներից մեկը տարածել է Ֆելիքսի նվիրած նկարներն իրեն ու գրել. Այսօր Սթորիի հիշողությունները բերեցին Ֆելոյից նվիրած նկարները, ու նայելով դրանց նորից համոզվեցի, որ ամեն ինչ լավ է լինելու, ինչպես գարնան ծաղիկները, ամեն ինչ դեռ ծաղկելու է եւ կյանքը նորից վառ ու գեղեցիկ կլինի։ Տարածել է Հրուշի մտերիմներից մեկը այս հրապարակումը, ինչն էլ իր մոտ տեղադրել է Ֆելիքսի մայրը, Գոռ Հակոբյանի կինը։
Մենք առողջություն ենք մաղթում այս փոքրիկին եւ ներկայացնում Գոռ Հակոբյանի անկեղծ տեսաուղերձը։ Դրամահավաքն ամբողջ թափով շարունակվում է, այս պահը ու ամենասկզբի պահը ակտիվության տեսանկյունից իրար ընդհանրապես չեն զիջում։ Եթե այսպես շարունակվի, մենք մոտակա օրերը կկարողանանք արդեն մեկնել Մյունխեն։ Ես անչափ շնորհակալ եմ ձեզ բոլորիդ, շարունակենք նույն տեմպով, Աստված բոլորիս պահապան։ Ընդամենը ժամեր առաջ դերասան Գոռ Հակոբյանը հանդես եկավ հայտարարությամբ, նշելով, որ ունի մարդկանց աջակցության կարիքը։ Իր որդիներից Ֆելիքսի մոտ առողջական լուրջ խնդիր է առաջացել, ինչի արդյունքում ինքը միայնակ չի կարող լուծել այդ խնդիրը։ Խոսքը լուրջ հիվանդության եւ մեծ գումարների մասին է։ Գոռ Հակոբյանի հայտարարությունից հետո համացանցում ակտիվորեն տարածվում են տեսանյութեր, մարդիկ, հայհայտներից շատերը խնդրում են մարդկանց անտարբեր չանցնել, աջակցել եւ լինել Գոռ Հակոբյանի կողքին այս դժվարին փուլում։ Շատ հայհայտիներ իրենց ինստագրամյան հարթակում տեսաուղերձով են հանդես եկել խնդրելով ուշադրություն հրավիրել այս խնդրին եւ հնարավորության դեպքում անպայման օգնություն ցուցաբերել։ Աննա Դովլաթյանը դիմել է իր հետևորդների ցանկում ունեցող բոլոր այն մարդկանց, ովքեր բավականին ապահովված են եւ կարող են աջակցել։ Ողջույն սիրելիներս, նախորդ իմ ստորից արդեն տեղյակ եք, որ Գոռի երեխան ունի լուրջ առողջական խնդիրներ եւ այդ բուժման համար հարկավոր են շատ մեծ ահռելի գումարներ։ Ես ձեզ ուղղակի շատ եմ խնդրում, որպեսզի մենք համախմբվենք եւ օգնություն ցուցաբերենք, ով ինչքան որ կկարողանա։ Ես նաեւ գիտեմ, որ իմ հետևորդների մեջ շատ կան ապահովված մարդիկ, պաշտոնյաներ, ում համար որ գումարը խնդիր չէ։ Ոչ մի երեխա աշխարհում չպետք է այս ցավի մեջով անցնի, եւ շատերը չեն օգնում ոչ թե որ չեն ցանկանում, այլ որ պարզապես ալարում են։ Եթե դուք ժամանակ գտել եք թերթեք համացանցը եւ տեսնում եք այս ստորին, նաեւ կարող եք ժամանակ գտնել եւ անել այդ կարևոր քայլը, որը կարա կյանք փրկի։ Այդ քայլը, որը հաճելի կլինի Աստծո սրտին, դա աստվածային քայլ է։ Շնորհակալ եմ շատ ձեզ։ Ողջույն սիրելի հայեր, կապված վերջին վիդեոյի հետ, որը տեղադրել եմ story բաժնում, երևի թե արդեն շատերը տեղյակ եք, որ Գոռ Հակոբյանի տղան ունի առողջական խնդիրներ։ Իսկ այդ խնդիրները լուծելու համար հարկավոր են մեծ գումարներ ու դրա համար կազմակերպվել է դրամահավաք Գոռ Հակոբյանի կողմից։ Ինձ հետ Միացյալ Նահանգներում կապնվել են Մանիտուն դրամական փոխանցումների հիմնարկի տնօրինությունը, աշխատակիցները առաջարկելով իրենց օգնությունը կայանում է նրանում, որ ձեր յուրաքանչյուր փոխանցում Գոռ Հակոբյանի հաշվի համարին կլինի անվճար ու սա շատ լավ հնարավորություն է լինելու Գոռի ու նրա ընտանիքի կողքին։ Ես հավատում եմ, որ եթե մենք մեկս մյուսին օգնենք, միանշանակ յուրաքանչյուր հարց կլուծվի ու կարևորը մեր աղոթներով պետք է լինենք այդ մարդկանց կողքին։ Այնպես որ ես վստահ եմ, որ ամեն ինչ լավ է լինելու։ Ես էլ իմ կողմից բոլորին խնդրեմ, որ յուրաքանչյուրս մեր օգնությունը ցուցաբերենք եւ ֆինանսապես եւ մեր աղոթքներով ու վստահաբար ամեն բան շատ լավ է լինելու։ Ես ուզում եմ, որ Աստված հնարավորինս շուտ էս ամենը անցկացնի, միանշանակ ամեն ինչ անցնելու է, բայց ուզում եմ աղոթել Այսօր մեր Գոռը հայտարարեց դրամահավաք Ֆելոյի համար, Ֆելոյի բուժման համար եւ հենց մենք գցեցինք արդեն վիդեոն, ինչ շատ մարդիկ գրում են աշխարհի տարբեր ծայրերից, հիմնականում Լոս Անջելեսից, ոնց կարող ենք փոխանցել գումարը։ Մենք բացել ենք GoFundMe եւ լինքը այս պահին ռիվյուի տակ է։ Ինձ թվում է մոտ 1 օրվա ընթացքում կբացվի եւ ես անպայման կտեղադրեմ, բայց ամենայն դեպս ուզում եմ շատ շնորհակալություն հայտնել բոլորին, որ այս պահին բոլորդ մեր կողքին եք։ Սիրելի ընկերներ, Միացյալ Նահանգներից Մանիտան տնօրինությունը նոր տեղեկացրեց եւ փոխանցեց, որ կարող եք Մանիտնից փոխանցումներ կատարել Գոռ Հակոբյանի անունով ամբողջովին անվճար, առանց պահումների։ Նրանք իրենց աջակցությունը արդեն արել են, փոխանցել են եւ ես ուզում եմ տեղեկացնել, որ Միացյալ Նահանգներում եթե կան մարդիկ, ովքեր ցանկություն ունեն աջակցելու
մեր ընկերոջը առանց պահումների կարող եք Money տնից փոխանցումներ կատարել։ Շնորհակալություն։